չկա, ես պատրաստել բացակից ցանկացած հանգաման համոզապես պատճառաբանել, փոխանցի, բաց, հստակ, ներկայացնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք իշխող բարձրացնված են, ու դուք դա նշանակություն ունի բացակի տեսանկյունից հիմնավորել թե նաև կանադական կապ, ըստ բացակում նշված երկրի, ես իրոք նշումներ կատարել, քան որ Արգելի պաշտպանը արդեն իսկ ներկայացրել, ես ըստ էության ոնց հասկացա բացակայել մի քանի հանգամանքների շուրջ ներկայացված, առաջինը նշված է դուժողների նկատմամբ հանդիպումների և հրաժեշտների ժամանակ բացահայտ երկրախաղությունները, ինչը դատական պարտքների հետքայքանում։ Ես ենթադրում եմ գործը ունենք 10 դուժող, ովքեր հանդիսանում են զինծառայողներ և ըստ էության դեպքին անմիջական մասնակիցներ և ունենք դուժողներ, ովքեր նախկին դատական կարգավորումներ անեն դուժողի իրավահաջորդներ։ Ենթադրում եմ, որ այստեղ խոսքը գնում է դուժողի իրավահաջորդների մասին։ Ինձ համար անհասկանալի է ինչ նշանակում բացահայտ երկրախաղություններ, երկրախաղությունների ոչ բացահայտ պատմական դատան հստակ ասել։ Այո, դատական նիստերի ընթացքում միջ մարդկային փոխհարաբերությունների շրջանակները բավականին ստացել է հավասարակշիռ հարաբերություններ։ Ընդ որում, դատական նիստերի ընթացքում նույնպես և իրավական գործընթացը այդ ընթացքը ապահովում։ Ինչ վերաբերում է դուժողների հարաբերությունների հետ կապված, իրականում սույն դերական գործով դուժողները հանդիսանում են ևս մեկ այլ դերական գործով դուժողներ, որտեղ նույնպես հնարավորություն աշխատում իրականացնում ես։ Նախաքննությունից սկսած մի քանի անգամ հանդիպումներ են եղել գործող դուժողների հետ, միմյանց հետ մշակվել են և ընդհանուր դիրքորոշումները և պատմաբանվել են դատարանական ընթացքները։ Իրականում բազմական դատարան։ Միգուցե նաև ցավոք կան անհամաձայնություններ հանրային մեղադրողի և դուժողների միջև, որոնցից ամենաակնառու ակնից գտնվում է վերակնության ձեռքբերումը։ Դա պատճառ է կապված դուժողների դիրքորոշումը, որ չի համապատասխանում հանրային մեղադրողի դիրքորոշմանը։ Հակասություններ եղել են և արարքի իրավական գնահատականի հետ կապված, և բազմաթիվ այլ հանգամանքների հետ կապված, որոնք բացատրելու անհրաժեշտություն կա։ Այսինքն բոլոր հարցերում դուժողների հետ կողմնակալության կամ ինչ-որ մեղադրյալի նկատմամբ հակակրանք և դուժողների նկատմամբ համակրանքի մասին խոսք լինել բացարձակապես չկա։ Դրա չկա որևիցե հիմնավոր։ Ես չեմ ուզում մեկնաբանել ինչ է նշանակում ողջատուվել և բացահայտ երկրախաղություններ, որտեղ ինձ համար անհասկանալի է։ Պաշտպանության կողմը պատճառաբանի ես բոլոր դեպքերում օրենքով որևիցե արգ է հայտնում նաև դատախազի վարքագծի կանոնները դուժողների հետ շփման իմ կարծիքով գոյություն չունի։ Բոլոր դեպքերում դա մեղադրանքի կողմն է և մենք մասին կարող ենք քննարկել դատավարությանը վերաբերել ցանկացած հարց, ցանկացած հանգամանք։ Դա իմ կարծում այս կապակցությամբ հարցակիցին չի կարող։ Արանդական այլ հարցերի, երևի արանդական գլխավոր հարցերից մեկը։ Այո։ Եթե դուժողներից որևէ մեկը կամ մի քանիսը լինեին ձեզ ազգական, չկա, չէ, ես չեմ ասում, եթե լինեին ազգական, քերի կարող էին լինեին այս գործով հանրային կամ դատավարական սովորությունները։ Բարձրացան դատարան, եթե իշխողությունը չի կարողանում բացակի կապված, ազգական, անձնական կապվածության հարաբերությունների արգելքը գործում է դատավորի և նշվում է մասնավոր հանրականացել հասկանի և այլ հանգամանքով ողջամիտ հասկած տարվեր անցել արդյուն նկաշան։ Ես եթե անգերց ասեմ դեր հաշվի, ուղղակի պատասխան, եթե դուժողների որևիցե մեկի բարեկամական ազգակցական հարաբերությունները, ես այդ գործով չէի ներգրավում։ Համապատասխան հարցը բարձրացնելու տեսանկյունից, որպեսզի շահարկման չէի ներգրավի ինչ է։ Շահարկման չէի ներգրավի ասած ինչ է նշանակում։ Նախապես իմանալով որևիցե դուժողների ազգակցական կապի մասին։ Իմ կապի չի ձեր կանոնների
Ոչ բերմուս, այդ հարցը բարձրդանի համապատասխան փուլով, եթե գնալու դուրաժեշում չկա, ես օրենսդրական տեսանկյունից չեմ տեսնում բացառական։ Այսինքն որ կարող են կազմակերպել օրենսդրական տեսանկյունից բացառական ինքը ցանկացած հանգամանք ողջալի դատավորը դատավորի բարակայ երևա չի օրենքում որ դատախազի նկատում կիրառում են նաև դատավորի բացառական։ Այո։ Ըստ էության ստեղ անկարգական կապի մասին խոսքը չէր կարող, չկա նման հանդիպում։ Ես շարունակեմ։ Ինչ վերաբերում է գործով կոնկրետ նշվեց վկաներին, որից կարող տեղափոխելու եթե չհեղափոխելու հարված, այդ եշովությունից չի դավաճանում, նախին իսկերից մեկին հասնում նաև նշվեց որ տեսակություններ կտրամադրվեն դրա հետ կապված, ինստիտուտից հարց ուղեցի կարծոք այդ փաստ եղել է, թե որ տեսակությունները նշեն ներկայացնում, բայց այս հարցին ուղղակի և հստակ պատասխան տամ, այո, եղել է նման դեպք բավականին անկետին հիշողության մեջ այդ դեպքը չի տպավորվում, եթե մեր պաշտպանական կողմի կամ ուժերի համար զայրերը միացնիստը որից քաղաքում և միացնում ապա ես ունեցել եմ միայն 7 ընդհանուր պարտականություն որից քաղաքում և այդ երկերին չեն ծրպավորել։ Հանգամանքը տեղափոխման պայմանավորված էր զուտ տեխնիկական բնույթի։ Նշվեց Հովմազյանի և Ադելյանի անունները, ես չեմ հիշում կոնկրետ, բայց դատական նիստի ներկայանալու հետ կապված բոլոր անձին ասել են, որ ցանկանում եղել, սակայն ֆինանսական միջոցներ գումար չունեն։ Եթե սնդիկի մարզում կայանում էր դատական նիստ Գորիս քաղաքում, դատանը աշխատում է 1 օր առաջ հստակ պարզ է, նիստը կայանալու է, թե ոչ, այսինքն ճշտումները իրականացնում են 1 օր առաջ։ Եվ եղել է նման խնդիր տեղափոխման հետ կապված, և ես իմ ապօրինքին եմ տեղափոխել։ Վկայի հետ առնչության արգելք և վկայի զուտ առնչությունը որպես հիմք կողմնակցության, կարծում չի կարող դիմել։ Վկայի նկատմամբ ազդեցությունը, վկայի ցուցմունքի ուղղորդումն դա անդրադրել է, ես դրա հետ դարի համաձայն եմ, և այդ կապակցությամբ պատրաստ եմ ցանկացած ստուգման, ցանկացած ընթացակարգ։ Եվ դրա նման հիմնավորներ, որոնք ներկայացրեցիք, կարող են ընթացակարգերում ստուգելու։ Ուրեմն կարծում եմ, որ զսենք չենք հիշում ճանապարհի 400 կիլոմետր գնացել թե չէ։ Կոնկրետ չեմ հիշում, Հովմազյանի նույնն է չեմ հիշում, որ եղել է ապօրինքներ, բայց եղել է այդ գործով, այդ ոնց է եղել, շատ նորություններ որ տակնում են։ Ոնց է եղել, ասեմ, 1 օր առաջ տարի աշխատակազմից է, որ զանգարում և ասում եմ միստիկայից համասի, վկաների նույնպես զանգել են, որպես տեսեն վկաների կանալը, թե ոչ որպեսի մեզ էլ հայտնեն միստիկային են, թե ոչ։ Այնուհետև մեզ ինձ ասել են, որ վկաները չեն կարողանում կա ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, ես իմ ատոմիկն եմ որից, հիմա ասենք մանրամասը չեմ հիշում, իմ համարն է փոխանցիկ ձեզ զանգել, թե ես եմ ուզել վկայի զանգել եմ, պայմանորեն տարի որից դատան, իսկ կարծում եմ, հետ վերել հավանաբար ես եմ, ու ճանապարհին որ բացարձակ բոլոր դեպքերում ես դրա համար ասեցի հիմա վկայի վրա ազդեցություն և ցուցմունքի ուղղություն նույնպես բացարձակ որ վկաները ջալը լարությունների մեջ այս դեպքում ես կարծում եմ մեղադրանքի շփման գործող վկաների հետ նախաքննության ոչնչոջել վկայի կողմնակում բայց կողմերի հավասարությունը Կողմերի հավասարությունը դատական նիստերի դատիճում միանշանակ կա, բայց օրենսդրական որևիցե կարգավորում և որևիցե արգելող մի գործիքակազմ հարային մեղադրանքի ազդեցություն ձեռք բերել, ըստ էության չկա դա տրամաբանական, մեղադրանքի կողմի վկաները։ Ես
որը ձեհատություն շատ ու չէի կարող Դիգիթալ պաշտպանի հետ այն։ Դա նույնպես կարծում եմ ոչ հնարքան առակ է հարություն որտեղ մեղադրողը որի երկով շահագրգռված այնքանով որքան որ ապացույցներով հաստատվում է դրա տասական հանգամանք իսկ պաշտպանության կողմում պաշտպանության իրական օրենքով չարգելված բոլոր միջոցներով Պաշտպանը իր միջնորդությունը հիմնավորում է հետևյալ այս վկային, երբ որ մեղադրողը ինքը ուղեկցեց Երևանի Պոլիսի դատարան, այդ վկան իր նախագծական ցուցմունքի տվեց լրիվ հակառակ ցուցմունք, նախաքննական մեջ արել։ Ասում նախաքննական այս ցուցմունքը կարծես թե մեղադրող ցուցմունք չէ Բաժդարտանում մեկով 4 տարի անց դեպքից հետո լրիվ մեղադրող ցուցմունք։ Այս սրանով արել դրա անաչառությունը կասկածի տակ։ Դուք այս հարցի պատասխանելուց խնդրում եք տեսանելուց։ Ոչ թե այլ միանշանակ պատասխանը կախազը իրավունք ունի դեպչունի վկայի հետ շփվի, հետո թողեմ ես հասկանալի եմ։ Բայց արդյոք այդ շփման արդյունքից հետո վկայի տված ցուցմունքը ըստ պաշտպանական կողմի ոչ մեղադրող վիճակից դառնալու մեղադրող վիճակ բավարար չի կասկածելու մեղադրողի հանրային մեղադրողի անարշավության։ Այս տեսանկյունից պատասխանը Ես իմ տեսակետ բնականաբար ամենից վերաբերվում վկայի ցուցմունքը մեղադրող է ոչ մեղադրող։ Նախաքննության ընթացքում խոսքը վերաբերվում է Գարի Հոֆմանյանին ազգանունը, ով հետախուզության պետն է, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, ասել է, որ ես չեմ հիշում խորհրդակցություն հայտնաբերված խմբավորման հետ կապված, բայց բոլոր դեպքերում չկար որևիցե տվյալ, որ տվյալ խմբավորումը հակառակորդ է կամ վիրել։ Դատականության ընթացքում անձը ասում է, որ ես հիշում եմ, որ նման հարցերում ասես տվել, եւ ես ասել եմ չգիտեմ, համարում եմ։ Մեղադրանք գրված հաստատական հանգամանքը այն է, որ նույնիսկ խորհրդակցության ընթացքում չունենալով բավարար տվյալներ, որ հայտնաբերված խմբավորումը յուրային է, Արևո Ջալալ Հարությունյանն ասել դրա խմբավորումը ադիրել է։ Եվ աղանից ձևել ասում պաշտպանը, ասում են ասել է, որ իջես է։ Ասում պաշտպանը մեջվերում է, շում ասում է, տեսել։ Ասում որ այդ անձը ասել է, որ ինքը դեռ չի եղել համատարական կետում, հետո ասել է, որ եղել է համատարական կետում։ Թողեք հիմա հրավերական կետում ինքը ինչ ալերական չի տեսել։ Չի եղել, ոչ մի բան չի տեսել, չի եղել լսել։ Ասում է հետո հաջորդ օրն եմ իմացել այս դեպքի մասին, կորուստների մասին, իսկ դատարանում արդեն եկավ դատախազի շփվելուց հետո եկավ դատարանում հայտնեց, որ ինքն եղել է, ինքը այդ խոսակցությանը մասնակցել է։ Իրան շփում պատասխանել։ Ինչ խոսակցության մասնակցել։ Ջալալ Հարությունյանը ինչ է պատասխանել, դա այդ անուբեդի եւ անուբեդի փոխանցել է։ Տվյալ խոսակցությունը լսելու մասին, ոչ նախաքննության, ոչ դատականության մասին տվյալ չի եղել։ Եվ նախաքննության, դատականության Ջալալ Հարությունյանի եւ երկու օպերատիվ բարեկամներ, հետախուզության բարեկամներ խորհրդակցության մասին է խոսքը։ Նախկինում ասել չեմ հիշում, ինձ հարցրել են այդ խմբավորումը յուրային է թե ոչ, ես այդ քննարկումը չեմ հիշում։ Դատարանում ասում է հիշում եմ, որ ինձ հանձնարարեց, ասեցի չգիտեմ։ Բոլոր դեպքերում, երկու դեպքում Ջալալ Հարությունյանին չի հայտնվել, որ այդ խմբավորումը յուրային է։
այդ հանգամանքի հետ կապված եւ նախաքննության եւ դատաքննության դասացությունները նույնական են եւ դա է դեպի մեր արժանքի ինքնում նույնիսկ ես իմ եզրափակիչ ելույթում այդ կանոնը միշտ եմ խոսել դա լավ կողմից այդ ինչ է մեջ